Մի օր դուրը ծեծեցին, մեկը եկավ իմ մոտ առանց պայման, հիմնականում գալիս են զանգելով, ասում զանգում են ժամ են պայմանով եւ այլն, եկավ բարև ձեզ, պարոն Գաբրելյան, ասի բարև ձեզ, ընդ նստած ենք ես, եղբայրս, տղաս, թիմով նստած ենք, հիմնական թիմով, այսինքն երևացող թիմով։ Այո։ Ասի բարև ձեզ, բայց ուզում ձեր հետ առանձին խոսեմ, շատ սոլիդ տղամարդ է, համեցեք խոսենք, խնդրեցի Գագիկն ու Վրեժը դուրս եկավ, գիտեք, պարոն Գաբրելյան, իմ գլխի մեջ միջազգային եւ անվտանգային ծառայությունները հատուկ ձայներ են միացնում, որ ես խենթանամ։ Ես հասկացա մարդը խնդիր ունի, ասացի մի րոպե ես դրա բուժումը կանեմ։ Ասաց ոնց եք անում, վերցրեցի հեռախոսը, Там զանգում եմ Ռուսաստան, ասի, здравствуйте, товарищ генерал, это детектив Գաբրելյան, կրեք ռուսերեն ասոր ավելի կոլորիտի լինի։ Ասի, здравствуйте, товарищ генерал, это вас беспокоит детектив Ай Габриэля из Еревана. Вот у нас гражданин Армении, на которого работают звуки делают, в общем, ձայներ են անում այդ մարդը խանգարում բան, ես վստահեցնում եմ, որ այդ մարդը ոչ մի խնդիր չունի, ինքը ոչ հետախույզ է, ոչ խուզարկու է, ոչ էլ ռազմետչիկ է, ոչ մի բան, անջատեք այդ ձայները։ Վերջը, այս մարդը ձեռնվեց, շնորհակալություն, պարոն Գաբրելյան, ես գնացի։ Անցավ 10 օր, տեսնեմ քաղցավենիկ առած եկել է մոտս։ Ասի այս ավտանեմ ինչ ես ուզում։ Վայ պարոն Գաբրելյան, անջատել են, ես դզվել եմ, ես բուժվել եմ, այդ ձայները գնացել է։ Ասում եմ հետո, բայց ես կարիք չկար էլ, ասում չէ, ես եկել եմ, ոնց որ հաշվեմ բժշկի մոտ եմ եկել, շնորհակալություն, այդտեղ ասի լավ։ Բա գիտեք, ասում եմ, իմ նման 5 հոգի էլ ընկերներ ունեմ։ Իրանք էլ են ուզում գան ձեր մոտ, ասի թող չգան, մի րոպե։ Հեսա զանգեմ են գեներալին Ռուսաստան, իրանցն է կանջատի։ Նույն ձև նույն խնդիրն է։ Հերսի էլի նույն ձև այդ ինսինիրովկեն արեցի այսքան այդ թատերական խաղը։ Այս մարդը երջանիկ գնաց մի քանի օրից է զանգեց, ասաց իրանցն էլ անջատվի, պարոն Գաբրելյան, նորմալ է, բոլորը դզվել են։